Ողջույն բոլորին, ես Էդ Գևորգն է եւ հերթական տեսանյութը վերաբերող Չեմպիոնների լիգային, ինչպիսի երկու տարբեր երեկոներ մենք տեսանք, մեկում անոմալ ֆուտբոլային երևույթ, մյուսում չոր տակտիկական մարշչական պայքար, որը իրենից ակնկալում էր ձանձրություն, ու այդ ձանձրությունը որոշակիորեն մենք տեսանք, բայց պետք էր հասկանալ, որ այն հանդիպումները, որոնք մենք ունեինք կիսաեզրափակիչում, իմ կարծիքով ամբողջությամբ արդարացրեցին իրենց սպասելիքները, նույնիսկ ավելին, ու եկել ենք հենց դրա մասին էլ խոսելու։ Ես ներքին առաջնության վերաբերյալ տեսանյութ չնկարահանեցի, այնտեղ այո կար Manchester City Arsenal, հա, Manchester City-ն վերադարձել է պայքար, իմ այնտեղ միավորների տարբերությունը մեգա չնչին է, ու ոչ մեկ չգիտի արդյոք Arsenal-ը երաշխավորել է չեմպիոնությունը թե ոչ, բայց ես դրանց մասին չխոսեցի, իրականում տենց ցանկություն էլ չունեի, բայց Չեմպիոնների լիգան ինքը այլ մակարդակ է ու դրա մասին իհարկե պետք է խոսել։ Չեմ խոստանում, որ լինելու է շատ երկար տեսանյութ, որովհետև հասկանում ենք, հասել ենք մրցաշրջանի ավարտին, այստեղ երկու խաղ կա, որը պետք է քննարկել, որոնցից մեկը այդքան էլ խորանալ պետք չէ, որովհետև այնտեղ ձանձրալին ավելի շատ էր, քան հետաքրքիրը, իսկ երկրորդը պետք չի եւս խորանալ, որովհետև այնտեղ անոմալը ավելի շատ էր, քան հասարակը։ Էնպես որ քննարկենք Չեմպիոնների լիգան, փորձենք հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Եթե քեզ դուր գա այս տեսանյութը, ապա բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին, հետևիր ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Instagram-ում եւ Telegram-ում, որտեղ մենք շարունակաբար աճում ենք, ինչպես նաեւ ակտիվ եղիր իմ Telegram-յան ալիքում հատկապես, որովհետև խաղերի ընթացքում մենք խոսում ենք այնտեղ, գրեթե յուրաքանչյուր խաղի ընթացքում, ու եթե քո կարծիքը եւս ուզում ես հնչեցնել, արի իմ Telegram-յան ալիք եւ խոսիր բոլորիս հետ։ Առաջարկում եմ նաեւ հետևել ֆուտբոլիստ սպորտային խանութին, Մաշտոցի 7 դրոփինգ հասցեում գտնվող այս մարզաշապիկը ինձ դրանցից եմ ձեռք բերել, բավականին լավն է, իմ սիրելի ակումբից է, այնպես որ եթե դու ես ուզում քո սիրելի ակումբից ինչ-որ մի հատ փոքրիկ բան ունենալ, այցելիր ֆուտբոլիստ խանութ սրա եւ ձեռք բեր ֆուտբոլային աշխարհի քո փոքրիկ մասնիկը։ Գնա քննարկենք Չեմպիոնների լիգան, որովհետեւ այնտեղ տեղի ունեցան բաներ, որը ես կարծում եմ այլևս չենք տեսնի։ Դե ինչ առաջարկում եմ հենց ամենաանոմալ իրավիճակից սկսենք, հա, ամենաֆանտաստիկ խաղից, դա Paris Saint-Germain Մյունխենի Բավարիա։ Երբ ես քառորդ եզրափակչից հետո նշեցի, որ օրինակ Բավարիան եւ Paris Saint-Germain-ն այն թիմերն են, որոնք արժանի են խաղալու կիսաեզրափակչին, իսկ ֆուտբոլասերներն արժանի են տեսնելու նման կիսաեզրափակիչ, ես հենց այս սցենարով խաղի մասին չէի էլ պատկերացնում։ Այսինքն ես գիտեի, որ լինելու է լավ խաղ, ես գիտեի, որ լինելու է պայքար, որ լինելու են գոլեր, ու թիմերը փորձելու են թելադրել իրենց ֆուտբոլը, բայց որ հանդիպումը կավարտվի 5-4, ես դա չէի մտածում։ Թիմերը դուրս են եկել խաղադաշտ օպտիմալ կազմերով, մեկ փոփոխություն կատարել էր Վենսան Կոմպանին, բանը Լուիս Էնրիկեն ընդհանրապես փոփոխություն չէր կատարել, ու այստեղ եթե խոսում ենք մարշչական օգնությունից, ապա կարծում եմ, որ Paris Saint-Germain-ը ուներ առավելություն, ինչու, որովհետև Մադրիդի Ռեալի դեմ պատասխան խաղում Վենսան Կոմպանին ստացավ դեղին քարտ ու փաստացի այս հանդիպումը դիտեց այն վայրից, որտեղից միշտ սիրում է դիտել Լուիս Էնրիկեն, ինչը խաղից հետո Վենսան Կոմպանին ասաց, որ դա վատագույն ժամանակահատվածներ, որ ինքը անցկացրել է որպես գլխավոր մարզիչ, որ ինքը չէր կարողանում տեխնիկական գոտում ներգրաված լինել ֆուտբոլիստների աշխատանքին, չէր կարողանում հուշել, միակ ձևը, որ կարելի էր կապի դուրս գալ ֆուտբոլիստների դա այդ ականջակալն էր, որը միացնում էր երկրորդ մարզչի հետ, ունդեղ արդեն քննարկում էին, որ Կոմպանին ցուցումներ է տալիս ֆուտբոլիստներին, ու Կոմպանին չկար, դա Paris Saint-Germain-ի համար մեծ առավելություն էր, բայց եթե խոսում ենք մեկնարկային կազմերից, Վենսան Կոմպանին կատարել էր ընդամենը մեկ փոփոխություն, ինքը Կոնրադ Լայմերին թողել էր պայստայինների նստարանին, դուրս էր բերել Ալֆոնսո Դեյվիսին, ու դա հասկանալի էր, որովհետև Ալֆոնսո Դեյվիսը շատ արագաշարժ ֆուտբոլիստ է ու ինքը ավելի լավ կարող է դիմադրել եզրին, այդ հարձակման գծի Paris Saint-Germain-ի հարձակման գծի աջ եզրին, որտեղ կա Աշրաֆ Հակիմի ու Դեսիրե Դուե, փորձել դիմակայել, իհարկե բանի Ջոնաթան Տայի ու Լուիս Դիասի փոխօգնության շնորհիվ։ Առաջին խաղակեսը մեկնարկը սկսվեց բավականին հետազոտական ֆուտբոլով, թիմերը փորձում էին իրենց խաղը թելադրել, թիմերը փորձում էին ցույց տալ ով ինչ կարող է անել եւ այլն, ու շատ արագ միանգամից կարողացան հանդիպման հաշիվը բացել, Հարի Քեյնը իրացրեց 11 մետրանոց, հիմա ես այսօր չեմ պատրաստվում տենց ամեն բանի մեջ տենց շատ խորանամ, բայց պետք է նշել, որ տվյալ իրավիճակում
Հարի Քեյնի 11 մետրանոցը ամբողջությամբ արդարացի էր։ Ընդհանրապես ես իմ Telegram-յան ալիքում էլ նշեցի, որ հանդիպումը այնքան անթերի էր, որ նույնիսկ գլխավոր մրցավարը գրեթե հանդիպում անցկացրեց։ Ես իրոք ոչ մի մեկնաբանություն չեմ հիշում խաղից հետո, որ ասեն լավ դե մրցավարը այս իրավիճակում կարար այլ ձև գործեր, կամ մրցավարը կարող էր սենց աներ կամ նենց աներ, կամ էլ ֆուտբոլը այնքան ֆանտաստիկ էր, որ մարդիկ ուշադրություն չեն դարձրել, մենք ուշադրություն չենք դարձրել մրցավարական որոշումներին, բայց կոնկրետ իմ կարծիքով, երբ որ ես հաջորդ օր առավոտյան նորից դիտեցի այդ հանդիպումը, որ իրոք մրցավարի դեմ ոչ մի հարցեր չունեմ, ու այն որ բրավո տվյալ անձնավորությանը։ Լուիս Դիասի հետ պայքարում խախտում է խաղի կանոնները Ուիլյամ Պաչոն։ Այո, այնտեղ տպավորություն կա, որ Դիասը ուղակի ինքնում է, բայց երբ որ սենց մի հատ կրկնապատկեր մեզ ցույց տվեցին, որը ինչպես հասկացա, ցույց են տվել այլ հեռուստաալիքներում ավելի մանրամասն, մեզ մոտ այդպես ցույց չտվեցին։ Լուիս Դիասի ոտքին հարվածում է Պաչոն, հետո նոր գնում է սահանկման, հասնում գնդակին, դրա համար էլ նշանակվում է 11 մետրանոց։ Գլխավոր մրցավարը, ես փորձեմ ասել ով էր գլխավոր մրցավարը, referee, Շարեր, շվեյցարացին։ Բրավո այդ անձնավորության։ Ինքը բաց էր իր դիմաց ամեն ինչն նշանակեց 11 մետրանոց ու 1-1։ Ես հիմա չեմ պատրաստվում ամեն գոլից հետո ասեմ վայ էսի սենց եղավ, վայ էսի նենց եղավ, սա բնութագիր չէ, թե դուք դիտել եք հանդիպումը կամ դուք գիտեք ինչպես եմ ես իմ ալիքը վարում, ապա կհասկանաք, որ այստեղ ես սցենարը չեմ ներկայացնում խաղի, այլ փորձում եմ հասկանալ ինչու այդպես եղավ։ Ընկերներ, հանդիպումը ավարտվեց 5-4։ Նախ ծափահարություններ թիմերին ցուցադրած նման ֆուտբոլի համար, ծափահարություններ եւ ֆուտբոլիստներին եւ մարզիչներին, որոնք գեթ 1 վայրկյան հետ չկանգնեցին իրանց արժեքներից, հետ չկանգնեցին իրանց խաղային մտքերից ու 90 րոպեի ընթացքում խաղացին այն ֆուտբոլը, որը ուզում են խաղալ տվյալ թիմերը։ Փաստացի հաղթեց այն թիմը, որը խփեց ավելի շատ, բայց ստեղ հարցը ոչ թե դի պարզ տրամաբանություն է, որ ֆուտբոլային հանդիպումում պալյուբոմը հաղթում է այն թիմը, որը խփում է ավելի շատ, ոչ։ Խնդիրը կայանում է նրանում, որ խփում էր Paris Saint-Germain-ը, խփում էր Բավարիան, հետո նորից խփում էր PSG-ն, հետո նորից խփում էր Բավարիան։ Ոչ մեկին կանգ չէր առնել տալիս, որ լավ, մի հատ սպասենք հանգստացնենք խաղը, լավ մի հատ սպասենք դիրքավորվենք, մի հատ փորձենք պահենք գնդակը, տեմպը գցենք եւ այլն եւ ընդհանրապես նման ֆուտբոլ չկար։ Հիմա բոլորն ասում են, սա անոմալ խաղ է, չկա սրա նմանը։ Այո, ես ամբողջությամբ համաձայն եմ։ Գուցե սա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն հանդիպումն է, եթե հաշվի առնենք ինտենսիվությունը, ֆուտբոլիստների բարձրակարգ լինելը, խաղային որակները, խաղային պլանը, կատարած ֆիզիկական աշխատանքը ու շատ սենց որակավորումներ կարող ենք վերցնել ու ասել, որ սա խաղի Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն հանդիպումն է, որը նույնիսկ կարող է շրջանցել Ստամբուլյան եզրափակչին, դա կարող է շրջանցել Մադրիդի Ատլետիկոյի նկատմամբ այդ Լադեսիմայի վերադարձին, դա շրջանցում է միանշանակ Բարսելոնա Paris Saint-Germain խաղին, որովհետև ես նկատեցի, որ երբ որ Վահագներ, եթե չեմ սխալվում, գրել էր, որ սա չլպատմության լավագույն հանդիպումն է, այնտեղ միանգամից մարդիկ Բարսելոնա PSG բերեցին, հաշվի չառնելով, որ այնտեղ Բարսելոնա PSG խաղում կային բաներ, որոնք ընդհանրապես չպետք է լինեին, օրինակ Լուիս Սուարեսի նկատմամբ խախտումը, որ նշանակվեց 11 մետրանոց։ Ստեղ մրցավարական հարցեր չկային։ Ստեղ դու ուղղակի sense նստած նայում էիր ու վայելում էիր ֆուտբոլը։ Դու հասկանում ես, որ սա է այն սպորտաձևը, որին դու սիրարվել ես, սրա համար ես դու սիրում ֆուտբոլը։ Գոլերի, պայքարի, վառ դրվագների եւ այլն երկու բան կա, որի մասին եւ sense ցանկանում եմ առանձին խոսել ու ոչ թե մեղադրական առումով, այլ որ այդպես ստացվեց։ Ու այդ երկուսն էլ ունեն մեկ բարձ պատասխան։ Նայեք, Մանուել Նոյերը ստացավ 3-6 գնահատական։ Մատվեյ Սաֆոնովը ստացավ 5-4, մոտավորապես, այսինքն խայտառակված գնահատական ստացան։ Ու ես շատերի մոտ նկատեցի, որ խաղից հետո գրեցին, խոսացին եւ այլն, որ հանդիպումը ավարտվեց 5-4 հաշվով, որովհետեւ պաշտպանությունը երկու թիմերի մոտ էլ խայտառակություն էր։ Ես ընդհանրապես դրա հետ համաձայն չեմ։ Ուղղակի սա մի անոմալ հանդիպում էր, ընկերներ, որտեղ հարձակումը երկու թիմերի այնքան մեծ պոտենցիալ ունի ու մրցաշրջանի ընթացքում հավաքել է այնպիսի մարզավիճակ, որ կանգնեցնել նման հարձակման գծին գրեթե անհնար է։
Յոք գրեթե անհնար։ Ես նայում եմ այսօր առավոտյան X-ով պատտվում է այնտեղ մի հատ շատ հետաքրքիր լուսանկար կար, որտեղ վերևը Paris Saint-Germain-ի հարձակման երրյակներ 23 թվականին Մեսսի, Մբապե, Նեյմար, տակը Կվարացխելիա, Դուե Դեմբելե ու տակը գրված էր ինչպես եմ ես իմ երեխային բացատրելու, որ ներքևում գտնվող նկարը ու վերևում գտնվող նկարը տարբեր տարիների են ու Paris Saint-Germain-ի հարձակման գիծը 3 տարվա ընթացքում լավացել է։ Այսինքն ունենալով Մեսսի, Նեյմար, Կիլիան Մբապե, դու հարձակմանդ գիծը լավացրել ես։ Երկու թիմերն էլ ֆանտաստիկ խաղացին։ Պաշտպանությունը ուղղակի չէր հասցնում։ Իրանց միտքը հարձակումներ։ PSG-ի հիմնական գործոնն այն էր, որ իրանք գնդակը խլելուն պես շատ արագ սրընթաց հակագրող ձեռնարկեն 1-2 փոխանցումով այն հասցնեն վերջին եռյակին ու դա գրեթե ստացվում էր Paris Saint-Germain-ի մոտ։ Բավարիայի միտքը գնդակը կորցնելուն պես շատ արագ հակապրեսինգ ու շեշտը հենակետային գոտին, որտեղ Ջամալ Մուսիալան պետք է կատարեր իր աշխատանքը, այնտեղ մոտենում էր նաև Լուիս Դիասն ու Մայքլ Օլիսեն, այնտեղ իջնում էր նաև Հարի Քեյնը, մի խոսքով թիմերը գտել էին իրար համար եզակի հայտնի դարձած խնդիրները ու իրանք պարբերաբար այդ խնդիրների վրա էլ հարվածում էին։ Դրա համար հանդիպման հաշիվը դարձավ 5-4։ Խնդիրը կայանում էր նրանում, որ թե Բավարիան, թե Paris Saint-Germain-ը ամբողջ խաղի ընթացքում ուշադրություն չդարձրեցին այն խնդիրների վրա, որոնք առկա են խաղադաշտում։ Միակ բանը, որը արեց Վենսան Կոմպանին, այդ առաջին խաղակեսից հետո խաղադաշտից դուրս բերելն էր Ալֆոնսո Դեյվիսին, նրա փոխարեն խաղացնելով Կոնրադ Լայմեր։ Ինչու, որովհետև առաջին խաղակեսում վարձ զգացվում էր, երբ որ գնդակը Բավարիայի մոտ է, միակ ֆուտբոլիստը, որին թույլ են տալիս ստանալ գնդակ հանգիստ, հետո գնալ պրեսինգի, դա Ալֆոնսո Դեյվիսն էր։ Ալֆոնսո Դեյվիսը մշտապես հայտնվում էր ոչ թե իր համար հարմար ձախ եզրում եւ խաղում էր լայն, այլ խաղում էր կիսա եզրում, այլ խաղում էր հենակետային գոտին։ Նրան ստիպում էին տեղափոխվել այդ գոտի, որպեսզի ստանա գնդակ։ Իսկ այդ իրավիճակներում Paris Saint-Germain-ը կարող էր միանգամից խայթել։ Գնդակը շատ էր օդում, ֆիզիկական պայքարը բավականաչափ շատ էր։ Տեղաշարժումները, տրանզիշնները շատ արագ էին կատարվում ու ես երդվում եմ կար ժամանակահատված, որի մոտ տպավորություն էր, որ Ջոշուա Կիմիխն ու Վիտինյան խաղադաշտում վատագույն ֆուտբոլիստներն են, որովհետև թե Կիմիխը, թե Վիտինյան խորքից գրով սկսող ֆուտբոլիստներ են, իրանք են թելադրում խաղի ընթացքը, բայց եւ Կիմիխը եւ Վիտինյան եկան ժամանակատված խաղի ընթացքում, որ նույնիսկ չէին հասկանում ինչա կատարվում, այնքան արագ էր ամեն ինչ։ Երդվում եմ այնքան արագ էր ամեն ինչ։ Ու նույն տրամաբանությամբ, երբ որ ես չեմ մեղադրում խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստներին, ես չեմ մեղադրում նաև դարպասապահներին։ Խփել են 9 գոլ, որոնցից իմ սուբյեկտիվ կարծիքով մեկական անգամ են սխալվել դարպասապահները։ Մատվեյ Սաֆոնովը սխալվեց Մայքլ Օլիսեի դրվագում երկրորդ գոլի ժամանակ, որտեղ ինքը ժամանակից շուտ փորձեց գուշակել, թե որտեղ է հարվածել Օլիսեն, փաստացի ուղակի գնդակը, եթե ինքը կանգնած մնար, գուցե հեռացներ գնդակը։ Ինքը ուղակի ծնկաչոք գնաց աջ, դարպասապահի գլխավերևով Օլիսեն անցկացրեց գնդակը։ Եվ նույն տրամաբանությամբ նաև Խվիչա Կվարացխելիա երկրորդ գոլը։ Երբ որ հաշիվը դարձավ 4-2, եթե չեմ սխալվում։ Երբ որ Մանուել Նոյերը չսպասեց տեսնելու հարվածը, ինքը միանգամից օրիենտացիայով գնաց ձախ, իսկ Կվարացխելիան հարվածեց աջ։ Այո, հասկանալի է Մանուել Նոյերի իրավիճակը։ Մանուել Նոյերն այլևս այդ ցատկող, ճարպիկ դարպասապահը չէ, անցել են այդ տարիները։ Մանուել Նոյերը հիմա խաղում է Մյունխենի Բավարիայի մեկնարկային կազմում մի քանի պատճառով, նախը որ չկա դեռևս այն հիմնավոր փոխարինողը, որ Բավարիան կարող է հանգիստ թողնել Մանուել Նոյերն, ասել լավ, մենք հույսս դնում ենք այս դարպասապահի վրա։ Այդ դարպասապահը դեռ չկա։ Ուրբիգին վստահելը շատ շուտ է։ Ես կարծում եմ, որ չէ պատրաստվում Ուրբիգին վստահել Բավարիան, ու ինքը հետագայում ձեռքաբերելու դարպասապահ։ Դե ում էդի չգիտեմ, գուցե Մայք Մենյան, բայց Մայք Մենյանն է տարիքը տենց այդքան էլ, եթե չեմ սխալվում, այդքան էլ երիտասարդ չէ։ Մանուել Նոյերը ճարպիկ չէ, Մանուել Նոյերը խաղում է փորձի հաշվին, Մանուել Նոյերը խաղում է, որովհետև այն ֆուտբոլը, որը դավանում է Վենսան Կոմպանին, ու այն ֆուտբոլը, որը իրանք կարող են ցույց տալ Մյունխենի Բավարիայում, Մանուել Նոյերը այդքան էլ ներգրաված չէ դարպասապահական ունակություններով։ Ինքը ոտքով խաղի հիասքանչ անձնավորություն է։ Ինքը եւս հավելյալ կենտրոնական պաշտպան է, որը կարողանում է շատ լավ գրով սկսել։ Դա հիմնական պատճառն է, որ Մանուել Նոյերը մեկնարկային կազմում է։ Այո, ինքը սեյվերել է անում։ Կիլիան Մբապե, Ռեալ Մադրիդի հետ առաջին հանդիպում եւ այլն, բայց
տեմպը դուք զգացիք, որ տարբեր։ Նույնիսկ Real Բավարիա խաղում տեմպը շատ ավելի թույլ էր, քան Paris Saint-Germain Բավարիա խաղում, ու այդ տեմպի տակ ուղակի Մանուել Նոյերը չէր հասցնում։ Ես չեմ մեղադրում Նոյերին, նա 40 տարեկան է։ Նա հաղթել է ամեն ինչ։ Ունենալ նման թույլ հանդիպում իհարկե հնարավոր է։ Ասում են դե Նոյերնը ոչ մի սեյվ խաղի ընթացքում չկատարեց։ Ախր հարվածներ ու հարցակումը այնքան լավն էր, հարվածներն այնքան լավն էին, որ ինչ սեյվի մասին է խոսքը։ Նայեք նորից գոլերը, որ դրվագում ինքը կարար փրկել ու չի փրկել։ Չի եղել տենց հարված։ Paris Saint-Germain-ը, որպեսզի հասկանաք, վիճակագրորեն 5 հարված է կատարել դիպուկ, 5։ Paris Saint-Germain-ը խփել է 5 գոլ։ Բավարիան ավելի շատ էր գրոհում, Բավարիան ավելի շատ էր տիրում։ Այո։ Երբ PSG-ն խփեց 5-րդ գոլը, տրամաբանորեն էր, դա ենթագիտակցաբար է, դու չես կարող խաղալ այդ ֆուտբոլը, երբ որ դու հաղթում ես 5-2։ Դու ավտոմատ իջնում ես։ Դու ավտոմատ հասկանում ես, լավ, մենք հիմա շատ լուրջ առավելություն ունենք, հիմա փորձենք պահել այս առավելությունը։ Բայց հենց այդ պահին մի անգամից Բավարիան աշխատեց։ PSG-ի թույլ կողմը ստանդարտներ 5-3, հետո Հարի Քեյնի հանճարեղ նահանջումը, հենակետային գոտի, որտեղ մարդ չկար, ստացավ դեպի Լուիս Դիասը։ Իսկ Լուիս Դիասը վարպետորեն աշխատեց Մարկինյոսի հետ։ Այո, կային ֆուտբոլիստներ, նույնիսկ այս անոմալ սցենարով գնացող խաղում, կային ֆուտբոլիստներ, որոնք անցկացրեցին թույլ հանդիպում։ Այո, դա այդպես է։ Իմ կարծիքով Ալֆոնսո Դեյվիսը անցկացրեց թույլ հանդիպում, որի նկատմամբ իհարկե կար 11 մետրանոց, որովհետև ձեռքով խաղ կար, ճիշտ է, շատերն ասում էին, որ մարմնին դիպավ նոր գնաց ձեռքին, բայց ոչ, փոխանցման պահին, երբ Դեմբելեն փոխանցում էր, Ալֆոնսո Դեյվիսի ձեռքերը թիկունքում էին։ Իսկ երբ փոխանցումը կատարվեց, ինքը ձեռքը բացեց, դա արդեն արհեստականորեն մեծացնել է մարմնին։ Ու դա 11 մետրանոց է, մրցավարին բրավո, հարց չկա։ Ալֆոնսո Դեյվիսն անցկացրեց թույլ հանդիպում, Զայրեմերին անցկացրեց թույլ հանդիպում, Մարկինյոսն անցկացրեց թույլ հանդիպում։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ Մարկինյոսը գուցե, երբ որ խոսքը գնում է բարձրակարգ թիմերի դեմ մեծ տեմպային հանդիպումից, այլևս չի կարողանում նույն ծավալային աշխատանքը կատարել աչքի եզրում, երբ Հակիմին թույլ էր տալիս բարձրանալ վերև, խաղալ հարձակման գծում, իսկ ինքը միայնակ ամբողջ եզրը փակում էր։ Մարկինյոսն այլևս դա ոնց հասկացանք չի հասցնում, որովհետև Լուիս Դիասի այդ փաստացի շատ իրավիճակներում մնաց 1-1-ի դեմ, Լուիս Դիասը ուղղակի հոշոտեց։ Ես ուղղակի ատում եմ FSG-ին, ես ատում եմ Fenway Sports Group-ին, որ իրանք երկուսով սենց մրցաշրջանի ավարտից հետո նոթբուքի մեջ երկու նկար էր բացած, դրած էր Գակպոն ու Լուիս Դիասը, ու իրանք ընտրեցին պահել Գակպոին։ Ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց Դիասը։ Արդեն որերորդ րոպեին, 10-րդ րոպեին նստացրեց Մարկինյոսին դեղինի վրա։ Ֆանտաստիկ ֆուտբոլ էր, ընկերներ։ Դնել, վերլուծել, մարտավարություն, դա իմաստը չէր այս խաղի։ Իրոք դա իմաստը չէր։ Լուիս Էնրիկեն այդ խաղային ասուլիսի ժամանակ շատ հետաքրքիր միտք արտահայտեց, ասում է, ես խաղից հետո խոսեցի մարշչական շտաբի իմ գործընկերների հետ, ես հարցրեցի ինչ է պետք, քանի գոլ է մեզ պետք, որպեսզի մենք անցնենք հաջորդ փուլ։ Ու ինձ պատասխանեցին, որ Ալյանս Արենայում ես առնվազն 3-ը պետք է խփեմ, որ անցնեմ հաջորդ փուլ։ Ու հասկանում եք, ճիշտ է դա։ Վենսան Կոմպանիին ասեցին, որ Լուիս Էնրիկեն նշել է, որ սա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։ Ինչ եք դուք կարծում, Վենսան Կոմպանին ասեց ավելին դեռ առջևում է։ Ու ես հավատում եմ, որ ավելին դեռ առջևում է։ Ալյանս Արենայում լինելու է խայտառակ բարդ PSG-ի համար։ 75,000 երկրպագու սպասելու է Paris Saint-Germain-ին։ Ու ինչ սցենարով է գնալու հանդիպումը, վախենում եմ պատկերացնել։ Բայց ես ուզում եմ տեսնել այնինչ տեսա, ընկերներ։ Ինչպես է Ատլետիկոն կամ Արսենալը դիմակայելու PSG-ին, թե Բավարիան էական կարևոր չէ։ Հարց է։ Բայց հարց, որը պետք է հուզի միայն Արսենալին եւ Ատլետիկոին։ Paris Saint-Germain-ը ֆանտաստիկ է, Բավարիան ֆանտաստիկ է, ու ընդամենը մի բան կարելի է ափսոսալ։ Ափսոս,
որ այս երկու թիմերը հայտնվել են մեկ զամբյուղում։ Իսկ այն մյուսում խաղացին թիմեր, որ նորից դնես նայես կասես լավ դե ինչ որ մատ շարքային խաղա, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Ու դե երկրորդ հանդիպումը Մադրիդի Ատլետիկո Արսենալ, իրականում եթե անցկացնենք համեմատականներ առաջին խաղին, ապա այս հանդիպումից ընդհանրապես ոչինչ չունենք խոսելու, ոչինչ չկա ասելու, բայց ինչ ասեմ, աստղերն այնպես էին դասավորվել, որ Ատլետիկոն ու Արսենալը պետք է խաղան կիսաեզրափակչում։ Իրականում ես մեծ հաճույքով կդիտեի Բարսելոնային Արսենալի հետ, որովհետև Բարսելոնան թույլ կտար, որպեսզի Արսենալը խաղա հարձակվողական ֆուտբոլ, ինքն էլ շատ մեծ կճնշի։ Իսկ Ատլետիկոն ու Արսենալը այսօր մոտեցել էին այնպիսի տրամադրվածությամբ, որ փորձեն առաջին խաղում բաց չթողնեն շատ գոլեր, որպեսզի երկրորդում դրվագային կարողանան հաղթել։ Ես այդպես եմ կարծում դիմակայությունից առաջ, ես այդպես եմ կարծում նաև առաջին հանդիպումից հետո։ Ատլետիկոն ու Արսենալը դուրս են եկել ամբողջությամբ մարտական կազմերով, սա եթե համեմատենք օրինակ PSG Բավարիայի հետ, որտեղ գլխավոր մարզիչներն օգնեցին ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց լավագույն որակները ու ամբողջությամբ տվեցին թույլտվություն, որպեսզի ֆուտբոլիստները արարեն խաղադաշտում, ապա այստեղ դա այդպես չէր։ Այստեղ իհարկե հասկանում ենք, որ թե Արսենալում, թե Մադրիդի Ատլետիկոյում գլխավոր դերակատարում հենց գլխավոր մարզիչներին է ու իրենք են որոշում, թե իրենց ֆուտբոլիստները ինչպես պետք է խաղան, նույնիսկ էպիզոդային իրավիճակներում։ Առաջին խաղակեսը ընդհանրապես ոչ մի բանի մասին էր, երբ առաջին դիպուկ հարվածն Արսենալը կատարում է 44-րդ րոպեին բանից 11 մետրանոցից, այո 11 մետրանոց կար, ուստեղ այս խաղում կոնկրետ, երբ որ մենք օրինակ Շարերի գործողությունները համարում էինք անթերի, որովհետև ինքը ոչ մի կերպ չխանգարեց խաղի որակին, ինչն է անչափ կարևոր, հա, մրցավարի ամենակարևոր գործոնն այն է, որ ինքը միջամտություններ կատարի, բայց այնպես անի, որ ինքը չազդի խաղի որակի վրա։ Ու շվեյցարացի գլխավոր մրցավարը ոչ մի կերպ չկարողացավ ազդել խաղի որակի վրա։ PSG Բավարիան ֆանտաստիկ հանդիպում էր։ Այստեղ առաջին դրվագում իհարկե կար 11 մետրանոց։ Ատլետիկո Մադրիդը շատ հանգիստ պաշտպանվում էր Արսենալի դեմ։ 1-2 բարդ իրավիճակներ ստեղծվեցին, բայց բանը հարվածի չհասավ։ Ու եկավ 42-43-րդ րոպեն, սխալվեց Ատլետիկոն տրանզիշնի ժամանակ, Արսենալը որսած Զուբիմենդիի մեկ հպումով շատ լավ փոխանցումը Յոկերեսին ու թիկունքի շատ անհասկանալի Հանսկոն հրում է Յոկերեսին ու դա 100%-անոց 11 մետրանոց է, ինքն էլ շվեդն էլ իրացնում է թիմին տանելով հանդերձարան 1-0 հաշվի պայմաններում։ Ինչն էր ստեղ հետաքրքիր, ավելի շատ մարտավարության մասին է խոսքը։ Արսենալը գնում էր բարձր պրեսինգի, բայց երբ չէր ստացվում պրեսինգը ու Ատլետիկոն կարողանում էր դուրս գալ, Արսենալը շատ արագ կարողանում էր վերադառնալ սեփական կիսադաշտ, կոմպակտ 4-4-2 փորձիր անցնել ինձ, իսկ Ատլետիկոն նույնպես խաղում էր 4-4-2, բայց ի տարբերություն Արսենալի, որ ընդհանրապես չէր փոխում մարտավարությունն առանց գնդակի, Ատլետիկոն միջին գծում խաղում էր 4-4-2, բայց երբ Արսենալը հասնում էր մրցակցի կիսադաշտ առավել եւս Տուգանայինի մատույցներ, Ատլետիկոն վերադասավորվում էր ու դառնում էր 5-3-2։ Դա եւս բարդացնում էր, դա եւս հասկանում ենք, չեմ ուզում այդ արտահայտությունն անել, որովհետեւ դա այդպես չէ, ավտոբուս։ Նախ պետք է ավտոբուս կարողանալ անել լավ մակարդակի, բայց դա ավտոբուս չէր, դա ուղղակի կոմպակտ պաշտպանությունն էր, որտեղ թիմը ունի հստակ ծրագիր, ինչպես պետք է աշխատի ու այդ ծրագրով էլ շարժվում էր ամբողջ հանդիպման ընթացքում։ Առաջին խաղակեսում շեշտը բանը Դիեգո Սիմեոնեն կատարել էր պրեսինգի վրա, բայց Միկել Արտետան դա հասկացել էր, Միկել Արտետան դա նկատեց խաղի ընթացքում ու մեկնարկային 10-15 րոպեներից հետո ստեղծում էր այնպիսի իրավիճակ, որ երբ գնդակը խաղարկում էր Դավիդ Ռայան, սովորաբար տեսնում ենք, չէ՞ որ Գաբրիելն ու Սալիբան շատ մոտ են խաղում Դավիդ Ռայան, որպեսզի հասցեատեր, առաջին հասցեատերն առնվազն լինի բավականին մոտ, որպեսզի գնդակը կարողանա շարժվել։ Իսկ 15-րդ րոպեից հետո, երբ երկուսի դեմ էր փաստացի այդ նույնիսկ Ալվարեսը խաղում էր Սալիբայի հետ, Գրիզմանն աշխատում էր Գաբրիելի վրա, պլյուս այնտեղ Սիմեոնեն ու Լուկմանը եզրերն էին գրոհում։ Նման իրավիճակում հասկացավ Միկել Արտետան, որպեսզի ունենա քանակական առավելություն, Դեկլան Ռայսը պետք է շատ խորքից գործի։ Դեկլան Ռայսը երբ սկսեց իջնել որպես երրորդ կենտրոնական պաշտպան, Սալիբան ու Գաբրիելը, որոնք միշտ խաղում էին դարպասին բավականին մոտ, իրանք լայնացան ու այստեղ հայտնվեց Դեկլան Ռայսը ու փաստացի գրեթե ամբողջ խաղակեսի ընթացքում Գրիզմանն ու Խուլիան Ալվարեսը չէին կարողանում պրեսինգի դիմել կենտրոնական երկու պաշտպաններին այն պարզ պատճառով, որ Միկել Արտետան դա շատ շուտ նկատեց ու իջեցրեց Դեկլան Ռայսին երրորդ կենտրոնական պաշտպան
երբ որ Arsenal-ը սկսում էր build-up-ով իրենց գրոհները։ Խաղակեսն անցավ հանդարտ, խաղակեսն անցավ ոչ այդքան դիտարժան ու հետաքրքիր պայքարում, բայց երկրորդ խաղակեսը ընդհանրապես զարմացրեց կոնկրետ ինձ Ատլետիկոյի մասով։ Նախ ֆանտաստիկ Դիեգո Սիմեոնե, իրոք ֆանտաստիկ Դիեգո Սիմեոնե, որը իմ կարծիքով թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկին դուրս հանեց խաղադաշտից, խաղակեսի հենց մեկնարկից։ Ինքը Ջուլիանո Սիմեոնեին հանեց խաղադաշտից, նրա փոխարեն Լենորմանը դուրս եկավ խաղադաշտ, որպեսզի հասկանաք։ Լորենտեն բարձրացավ վերև, Ատլետիկոն սկսեց խաղալ 4-3-3, երբ որ ինքը առանց գնդակ էր մեկնարկային ֆազայում, ու բանը Սիմեոնեն ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ Դեկլան Ռայսի գործոնը չի աշխատում, որովհետև այդ ժամանակ man-to-man մարկ էր սկսում, այսինքն անհատական պրեսինգ յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա։ Առաջին խաղակեսում Arsenal-ի փոխանցումների ճշգրտությունը, եթե չեմ սխալվում, կազմում էր 89.3, եթե չեմ սխալվում, 89.3, ես հիմա կփորձեմ գտնել այդ ինֆորմացիան։ 89.3, այո, build-up-ում։ Երկրորդ խաղակեսում Սիմեոնեն կատարեց այդ փոփոխությունները։ Ու այդ երրորդ ֆուտբոլիստը, որը բարձրացավ վերև, թույլ չէր տալիս այն շանսը, որը ստեղծվում էր Դեկլան Ռայսի օգնությամբ, կատարել գրոհ։ Ու փաստացի Դավիթ Ռայան կարճ փոխանցման հնարավորություն չուներ։ Բոլոր փոխանցումները գնում էին օթային, հեռու, որտեղ ֆիզիկական պայքարում Arsenal-ը Ռուջերին չի հաղթի Մադուեկեն, Մարկոս Լորենտեին չի հաղթի Մարտինելին։ Ու որպեսի հասկանաք, մեկնարկային 15 րոպեն երկրորդ խաղակեսի էդի բանն էր, շրջադարձային պայր Ատլետիկոյի համար։ Arsenal-ի փոխանցումների ճշգրտությունը 89.3%-ից իջավ 60։ Ատլետիկոն այդ ամեն ինչից ելնելով վերցնում է գնդակը ու պահը պահի հետևից ստեղծում է։ Դարպասաձողն է փրկում, Դավիթ Ռայանը հանճարեղ գործում, հարվածները վերջին պահին չեն ստացվում։ Մի խոսքով, ու Ատլետիկոն այնքան է հավաքում այդ պահերը, որ արդյունքում ստանում է 11 մետրանոցի իրավունք լրիվ արդարացիորեն։ Բեն Ուայթը խաղում է ձեռքով, այո։ Ինքը արհեստականորեն մեծացնում է։ Կրկին արհեստականորեն մեծացնում է սեփական մարմինը ու այդտեղ կար 11 մետրանոց, 1 ոչ մի խնդիր։ Տպավորություն է, որ ամեն ինչ օրինաչափ է։ Այսինքն Arsenal-ը խաղում էր պրագմատիկ ֆուտբոլ, բայց Arsenal-ը խաղում էր այնպիսի լավ պրագմատիկ ֆուտբոլ առաջին խաղակեսում, պաշտպանողական, որն Ատլետիկոն երբեք չի խաղացել մի թիմի դեմ, ու էդի Վահագը, եթե չեմ սխալվում ասեց, վերջատում շատ խելացի միտք էր, Ատլետիկոն երբեք չի խաղացել մի թիմի դեմ, որը կարողանում է իրանից լավ ավտոբուս անի։ Միկել Արտետայի Arsenal-ի զորությունը կայանում է նրանում, որ ինքը ունի այնպիսի պաշտպաններ, որոնց շրջանցելը խայտարակ բարդ է։ Գաբրիելը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է, այս ամբողջ մրցաշրջան դա եմ ասում։ Ու ես շարունակում եմ մնալ այդ մտքին։ Գաբրիելը հետո մնացածը։ Որովհետև եթե չլիներ Գաբրիելը, դե հաշիվը մի 4-1 էր լինելու։ Այնպես է ինքը պարկում գնդակի տակ, որ դու ես որպես լավ սենց պատերազմի ժամանակ լիքը մարդիկ չեն անում, դու ստես դա անում։ Լրիվ Նեմանյա Վիդիչ վայբ, ֆլեշբեքեր եմ ես բռնում ամեն անգամ, երբ որ Գաբրիել Մագալայաշին եմ դիտում։ Իդեպ երկուսն էլ ձախլիկ էին։ Երկրորդ խաղակես Ատլետիկոն խփում է գոլը։ Շարունակում է ճնշել։ Arsenal-ը ընդհանրապես ոչ մի բանի մասից նայում ասում էր լավ ախպեր, էսի չա կատարում։ Այս թիմը չեմպիոնության համար է պայքարում, այս թիմը կարա խաղա եզրափակչում լավ էլի։ Հետո լինում է մի հատ դրվագ, ու ես ատում եմ նման դրվագները, որովհետև դու խաղը թողած սկսում ես դա քննարկել։ Հանսկոն երկրորդ անգամ խախտում է խաղի կանոնները։ Այս անգամ է Բերեչի Էզեի փոխարեն, որը փոխարինեց Մարտին Էդեգորին, Էդեգորը այդքան է լավ հանդիպում չհասկացրեց երկրորդ խաղակեսում ամենայն դեպս ու Էզեն դուրս եկավ հենց 10 համարի դիրքում։ Ընկերներ, իրականում տղերքն ասեցին, որ չկա խախտում այդտեղ։
Ես հետո խաղից հետո դրեցի տենց մի քանի տեղ կար նայեցի կրկնապատկերները, դա 11 մետրանոց էր։ Դա իրոք 11 մետրանոց էր։ Առաջինը գնդակին հասնում է Էզեն, փաստ է։ Շարժումը գնում է դեպի գնդակ, Հանսկոն կանգնում է ոտքին։ Ինչու դա խախտում չէ։ Ուզում եմ հասկանալ։ Ու ի սկզբանե նշանակվում է 11 մետրանոց։ Հետո վառը կանչում է, մրցավարը դիտում է տեսակրկնապատկերն ու չեղարկում է։ Ես չհասկացա ինչու դա 11 մետրանոց չէ։ Եթե դուք գիտեք պատասխանը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Ես չհասկացա։ Ու հանդիպումն ավարտվում է 1-1։ Փաստացի կիսաեզրափակիչ դիմակայությունների առաջին խաղերից հետո մենք ոչ մի ցավս չգիտենք, թե ով է խաղալու եզրափակչում։ Մենք կարողանում ենք գուշակել, թե որ զույգի ախտողն է չեմպիոն դառնալու։ Բայց ով է խաղալու եզրափակչում, ոչ մեկս չգիտի։ Ահա որ վատ է Ատլետիկոյի համար, որ իրանք չկարողացան առավելությամբ գնալ Emirates։ Այնտեղ շատ բարդ է լինելու։ Այնտեղ գուցե Արսենալը այլ ֆուտբոլ խաղա, գուցե։ Բայց Ատլետիկոյին առնվազն 1 գոլ է առավելություն պետք էր այնտեղ իրան ավելի լավ զգալու համար։ Իսկ 1-1-ը դա ոչինչ է։ Այնտեղ պետք է խաղալ այն, ինչը խաղացիր դու Մետրոպոլիտանոյում։ Ու պլյուս քո բախտը բերեց, որ իմ կարծիքով 11 մետրանոցը, որը պետք է նշանակվեր, չնշանակվեց։ Արդյունքում 5-4 ու 1-1 երկու ռադիկալ տարբեր հանդիպումներ, երկու տարբեր էմոցիաներ առաջացնող հանդիպումներ, որոնցից մեկը դիտելիս դու ստացար հաճույք, մյուսը մի փոքր զայրացար, բայց երկրորդ խաղակեսում մի տեսակ եմ, չէ, ախպեր, մի տեսակ սաղ է լավ է։ Անհամբեր սպասում եմ պատասխան խաղերին։ Անհամբեր, որովհետև կոնկրետ Allianz Arena-ում լինելու է պատերազմ։ Իսկ Արսենալը ատամները սրած սպասելու է Մադրիդի Ատլետիկոյին։ Թերևս այսքան ընկերներ, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, շնորհակալություն։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, սեղմեք լայք կոճակը, հետևեք ինձ սոցիալական հարթակներում։ Երկու հանդիպումից պետք է խոսեի, Եվրոպա լիգա չեմ քննարկում այստեղ, որտեղ ում է հետաքրքիր այնտեղ Aston Villa-ն, Nottingham Forest-ի հետ շնայհայց նայելու եմ այդ խաղը։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, կփորձենք վերլուծել եզրափակչում ինչ սցենար է սպասվում, ով ում դեմ է խաղալու։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր։ Հաջողություն։